Հեղափոխության առանցքային արդյունքը պիտի լիներ այն, որ քաղաքականությունների ու քաղաքական հայեցակարգերի ձևավորման վրա ժողովրդի ազդեցությունը մեծանար։ Այս երևույթը նախ ինտուիտիվ արտահայտություններ գտավ, ապա եւ ավելի ու ավելի հաստատուն եւ համակարգված տեսք ստացավ եւ այսօր այստեղ տեղի ունեցողը հենց դրա արտահայտությունն է։ Եվ հետևաբար ինձ համար մեծ պատիվ է ազգային ժողովից ներկայացնել կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը, որով թևակողում ենք 4-րդ հանրապետություն։ Ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել կառավարության ծրագիրը, որը հիմնված է իրական Հայաստանի գաղափարախոսության վրա։ Ինձ համար մեծ պատիվ է կառավարության ծրագրի ներկայացման այս առիթով վերահաստատել իմ կառավարության եւ կառավարող մեծամասնության նվիրվածությունը 2018 թվականի ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխության օրակարգին, որը 2026-2031 թվականներին պետք է հասնի իր լրումին։ Իսկ ո՞րն է հեղափոխության օրակարգը։ Արդարության միջավայրի հաստատումը, անպատժելիության եւ օլիգարխիայի բացառումը, ապօրինի ձեռք բերված գույքի վերադարձը պետությանը եւ ժողովրդին, հանրային լայն հնչեղության հանցագործությունների բացահայտումը եւ մեղավորներին պատասխանատվության կանչելը, կոռուպցիայի զերծ պետության հաստատումը, ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը, թափանցիկ եւ մասնակցային կառավարումը։ Այս բոլոր ուղղություններով 2018 թվականից ի վեր Հայաստանում էական զարգացումներ են տեղի ունեցել, բայց այնուամենայնիվ այդ օրակարգը անկատար է մնացել երկու հիմնական պատճառով։ Պատճառներից մեկն այն է, որ COVID-ի համաճարակից ի վեր Հայաստանի ղեկավարումը ստանձնած հեղափոխական թիմը ստիպված է եղել զբաղվել ճգնաժամային կառավարմամբ, եւ նրա ուշադրության եւ էներգիայի մեծ մասը կենտրոնացած են եղել հենց ճգնաժամային օրակարգերի վրա։ Երկրորդ եւ ոչ պակաս կարևոր պատճառը արտաքին եւ ներքին զարտուղի ազդեցություններն են մեր երկրի ինստիտուտների եւ նրանց գործունեության վրա։ Բայց ի հեճուկս այս ամենի մենք ի վիճակի ենք եղել իրականացնել ինստիտուցիոնալ բարեփոխումներ, որոնք վստահություն են տալիս, որ ի վերջո հեղափոխության կիսատ մնացած օրակարգը լրումին կհասնի, որովհետև այդ օրակարգի իրացումը ընթանում է ամբողջ ծավալով, այսօր է ընթանում։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։